Ինչպես է առաջանում հավատը։ Լսելով։ Լսելով ինչը։ Աստծո խոսքը։ Ես ուսումնասիրել եմ այս հատվածը։ Թույլ տվեք ասել ձեզ, թե ինչու է դա այդքան իրական ինձ համար։ Այն բանից հետո, երբ ես հանդիպեցի Տիրոջը եւ մկրտվեցի Սուրբ Հոգով դեռևս բրիտանական բանակում, ես ուղարկվեցի Մերձավոր Արևելք։ Ես 3 տարի անցկացրել եմ Հյուսիսային Աֆրիկայի անապատներում, այդ ընթացքում ես հիվանդացա մի հիվանդությամբ, որը բժիշկները չէին կարողանում բուժել։ Այսպիսով ես իրականում 1 ամբողջական ընթացք եմ անցկացրել հիվանդանոցում։ Եվ երբ ես պառկած էի այդ հիվանդանոցի անկողնում, ես արդեն հասցրել էի ճանաչել Աստծուն։ Ես մկրտված էի Սուրբ Հոգով, կարդում էի իմ Աստվածաշունչը, բայց անընդհատ ասում էի ինքս ինձ, որ գիտեմ, եթե հավատամ, Աստված կբուժի ինձ։ Բայց հաջորդ բանը, որ ես միշտ ասում էի, հետևյալն էր. բայց ախր ես հավատք չունեմ։ Եվ երբ ես դա խոստովանեցի, գիտակցեցի, որ գտնվում եմ այն վայրում, ինչը Ջոն Բունյանը ուխտավորի ճամփորդությունը գրքում անվանում է հուսահատության ճահիճ, հուսահատության երկար, խորը, մութ հովիտ։ Եվ ես հովտից դուրս գալու ճանապարհ չունեի, ուստի շաբաթներ ու շաբաթներ այնտեղ էի ընկճվածության եւ հուսահատության այս վիճակում։ Այնուհետև լույսի մի շող փայլեց խավարի մեջ, եւ այն ծագեց Հռոմեացիներին 10:17-ից։ Ուրեմն հավատքը լսելուց է։ Եվ երբ ես կարդացի դա, ասացի, որ դա հենց իմ կարիքն է։ Եթե ես հավատք չունենամ, կարող եմ ստանալ այն, քանի որ այն գալիս է։ Այնպես որ ոչ ոք չպետք է շարունակի ապրել առանց հավատքի, եթե բավարարի պայմանները։